Քաղաքացիական պայմանագրի վարչության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է խմբակցության ղեկավարի պաշտոնում։ Խմբակցության ղեկավարի ընտրությունը տեղի կունենա վաղը հուլիսի 2-ին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքացիական պայմանագիրը վարչության փակնիստում ազգային ժողովի նախագահի թեկնածու էր ընտրել Ռուբեն Ռուբինյանին, իսկ ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոնում Վահագն Ալեքսանյանին եւ Հայկ Կոնջորյանին։ Պաշտոնից ազատումների եւ նշանակումներ են տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Տիգրան Վիրապյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ։ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Դանիել Դանիելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ էլ Հասմիկ Ավագյանը եւս ազատվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։ Ցուցակների հետ կապված ոչ մի խնդիր չի եղել։ 10,000-ի տարբերության հարց չկա։ Այս մասին այսօր հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանի ընդդիմության բողոքների քննության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Սահմանադրական դատարանը որոշումը կհրապարակի հուլիսի 4-ին։ Կառավարությունը պարզաբանում է տարածել իմեյի համարների գրանցման համակարգի վերաբերյալ, ինչ է փոխվելու եւ ինչու է դա կարեւոր, եւ այսպես Հայաստանում նախատեսվում է ներդնել իմեյի համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։ Կարգավորումը միտված է նվազեցնելու ապօրինի ներմուծման բջջային հեռախոսների շրջանառությունը, ապահովելու հավասար եւ արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար, պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված իմեյի համարներով հեռախոսներից ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։ Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ, ասված է կառավարության պարզաբանման մեջ։ Թուրքիան ակտիվացրել է Հայաստանի հետ սահմանին անցակետի պատրաստման աշխատանքները, այս մասին հայտնել է Նյուզայեմը, նշելով, որ խոսքն Ալիջան մարգարե անցակետի մասին է։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալներ Տիգրան Դադունցը եւ Օքսանա Աբրահամյանն ընդունել են Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպան ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին։ Նշվել է, որ արդարադատության նախարարությունը եւս ներգրավված է վիզաների ազատականացման ուղղված գործողությունների ծրագրից բխող միջոցառումներում, որոնք ներառում են մասնավորապես անձնական տվյալների պաշտպանության, հակակոռուպցիոն քաղաքականության եւ իրավական փոխօգնության ոլորտների զարգացման։ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի եւ մյուսների վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ նրանք բողոքարկել են Բաքվի ռազմական դատարանի մեղադրական դատավճիռը։ Դավիթ Ալավերդյանը, Մելիքսեթ Փաշայանը եւ Դավիթ Իշխանյանը հայտարարել են, որ համաձայն չեն իրենց առաջադրված մեղադրանքների հետ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 3-ին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը վստահություն է հայտնել Հորմուզի նեղուցով անցման համար վճար չի գանձվի։ Ես բավականին վստահ եմ, որ Հորմուզի նեղուցը կլինի ազատ վճարներից։ Վենսի խոսքով ԱՄՆ-ն դեռ մեծ լծակներ ունի Իրանի վրա ապահովելու համար, որի Իսլամական Հանրապետության հետ կապված իրավիճակը լուծվի ամերիկյան նպատակների նպաստող ձևով։ Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիության տրամադրելու պրակտիկային։ Դրանք կունենան իմ լիակատար եւ անվերապահ աջակցությունը, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի ԱՄՆ տարածքում ծնվածների քաղաքացիության սահմանափակման մասին հրամանագիրը։ Դատարանի որոշմամբ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար, այդ թվում անօրինական ներգաղթյալների եւ ժամանակավոր վիզա ունեցողների համար։ Փեզեշքյանն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցել։ Փեզեշքյանը նշել է, որ Թեհրանի եւ Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա։ Մոդին վերահաստատել է Հնդկաստանի աջակցությունը խաղաղության հաստատմանը։ Չին-ճապոնական հարաբերություններում առկա դժվարությունների պատասխանատվությունը լիովին կրում է Տոկիոն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Չիակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Չինաստանը բազմիցս նշել է, որ չին-ճապոնական հարաբերությունները լուրջ դժվարություններ են ապրում։ Դրանց պատճառը Թայվանի եւ ռազմական անվտանգության հարցերում ճապոնական ներկայիս իշխանությունների մի շարք սխալ գործողություններն են։ Դրա պատասխանատվությունը լիովին ընկած է ճապոնական կողմի վրա, ասել է Դիվանագետը։
Կիևի ռեժիմը Բրյուսելին կոչ է արել իրեն հանձնել Հունգարիայի կողմից ապահարկել ապահակված եվրոպական խաղաղության հիմնադրամի 6.6 միլիարդ եվրոն, որոնք նախատեսված են ԵՄ երկրներից 2023 թվականին Ուկրաինային կատարած ռազմական մատակարարումների համար փոխհատուցումներ վճարելու համար։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայել Ֆեդորովի եվրոպական ինստիտուտների ուղղված նամակին, որի պատճենը ստացել է գործակալությունը։ Նամակում Ուկրաինայի պաշտոնյան կոչ է անում Եվրամիությանը այդ ամբողջ գումարը փոխանցել Ուկրաինայի ռազմական կարիքներին, ռազմադաշտում որոշակի հնարավորությունների պատուհան օգտագործելու համար, որը նրա կարծիքով կտևի 6-ից 9 ամիս։ Ֆեդորովը պնդում է, որ Ուկրաինայում 2026 թվականին պաշտպանության համար անհրաժեշտ է 136 միլիարդ եվրո, որից ինքը իբր կարող է ծածկել 53 միլիարդը, եւ եւս 45 միլիարդ եվրո նրան արդեն խոստացել է ԵՄ-ն 2 տարվա համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։ Երեկ գիշեր տեղի ունեցած X մագնիտուդով արեգակնային բռնկումը երկրի վրա մագնիսական փոթորիկ կառաջացնի։ Ամենայն հավանականությամբ ուժեղ, հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ մոդելավորման բռնկման պայթյունի ալիքը երկրին կհասնի հուլիսի 2-ին Մոսկվայի ժամանակով ժամը 21-ից մինչև կեսգիշերն ընկած ժամանակահատվածում։ Կանխատեսվում է, որ այս փոթորիկը կլինի ամենաուժեղը այս տարվա մարտից ի վեր, նշել են գիտնականները։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը մի քանի անգամ անձամբ դիմել է նախագահ Թրամփին Իրանի հետ բանակցություններ վարելու համար, ձգտելով ամրապնդել իր դիրքերը Միացյալ Նահանգներում որպես ամերիկացի առաջնորդի պոտենցիալ իրավահաջորդ, հաղորդում են լրատվամիջոցները հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։ Ինչպես նշում են աղբյուրները, Թրամփը անմիջապես չի համաձայնել Վենսի առաջարկին, բայց ավելի ուշ նահանջել է եւ թույլ է տվել նրան ղեկավարել բանակցությունները իրանական կողմի հետ Պակիստանում եւ Շվեյցարիայում։ Բավականին անսովոր է, որ փոխնախագահին տրվի առաջատար դեր բանակցություններում, նշել է թոշակի անցած ամերիկացի դիվանագետ Իան Քելլին, որը նախագահ Բարաք Օբամայի օրոք Միացյալ Նահանգների ներկայացուցիչն էր ԵԱՀԿ-ում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականին կրիպտոարժույթային գործարքներից ստացել է ավելի քան 1 միլիարդ դոլար եկամուտ, ըստ ամերիկացի առաջնորդի հունիսի 30-ին հրապարակված ֆինանսական հայտարարագրի։ Միացյալ Նահանգների կառավարության էթիկայի գրասենյակի կայքում տեղադրված 927 էջանոց փաստաթղթի համաձայն Թրամփը մոտ 500 միլիոն դոլար է ստացել World Liberty Financial-ի կողմից կրիպտոարժույթների վաճառքից, որը ընկերություն է, որտեղ նրա որդիները Էրիկ Թրամփը եւ Դոնալդ Թրամփ կրտսերը զբաղեցնում են գործադիր պաշտոններ։ Թեհրանը Վաշինգտոնի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների կմտնի միայն Իրано-ամերիկյան հուշագրի մի քանի կետերի կատարումից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ։ Հանդիպումը պետք է ունենա նպատակ եւ անհրաժեշտություն։ Եթե մենք խոսում ենք վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբի մասին, ապա դա պայմանավորված է փոխըմբռնման հուշագրի առաջին 5-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերի կատարմամբ։ Առաջիկա օրերին մենք պետք է գնահատենք ընթացիկ գործընթացները եւ որոշենք, թե երբ սկսել վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները, ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Եվրահանձնաժողովը հունիսի 30-ին հայտարարել է, որ սկսում է Ուկրաինային 3.9 միլիարդ եվրոյի հատկացումը, անօդաչու թռչող սարքեր գնելու համար շուրջ 6 միլիարդ եվրոյի չափով առաջին տրանշի շրջանակներում։ Այս գումարը մտնում է Ուկրաինային աջակցության 90 միլիարդ եվրոյի վարկի մեջ։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԱԹՍ-ներն առանցքային նշանակություն ունեն Կիևի կողմից Ռուսաստանի ծավալած պատերազմին դիմակայելու համար։ Այսօր մենք 3.9 միլիարդ եվրոյի չափով առաջին տրանշն ենք հատկացնում անօդաչու թռչող սարքերի առաջադեմ տեխնոլոգիաների համար Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու նպատակով, եւ դրանց կհետևեն մյուսները, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մոնակոյի դատախազությունը հրաժարվել է հաստատել պայթյունի հետևանքով վիրավորվածների ինքնությունը։ Երկուշաբթի երեկոյան այդ երկրում պայթյուն է տեղի ունեցել։ Իշխանությունները հայտարարել են, որ վիրավորվել է 1 տղամարդ, 1 կին եւ 1 երեխա։ Հեռուստաալիքներից մեկի տվյալներով վիրավորվածներից մեկը ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևն է։ Ոչ, ես չեմ հաստատի նրանց ինքնությունը։ TV Մոնակոյի կողմից հեռարձակված մամուլի ասուլիսում ասել է իշխանության գլխավոր դատախազ Ստեֆան Տիբոն։
Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն եւ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է երկու երկրների տնտեսական համագործակցության եւ ռազմավարական գործընկերության հարցերը։ Այս մասին հայտնում է Կիևի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն կողմերը անդրադարձել են նաեւ ռուս-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաեւ փոխշահավետ համատեղ նախագծերի իրականացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական կապերի ընդլայնմանը եւ համագործակցության խորացմանը։ Բացի այդ, Տոկաևը Պուտինին տեղեկացրել է իր Բրյուսել կատարած պաշտոնական այցի մասին, որը տեղի է ունեցել հունիսի 22-ից 23-ը։ Նախագահները նաև քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային օրակարգային մի շարք հարցեր։ Կրիմինալիստ Միխայել Իգնատովը հայտարարել է, որ Մոնակոյում ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևի դեմ իրականացված մահափորձի հետևում կարող են կանգնած լինել ուկրաինական հատուկ ծառայությունները։ Նրա խոսքերը փոխանցում է News.ru կայքը։ Փորձագետի խոսքով դեպքի շուրջ մի քանի վարկած է դիտարկվում։ Նրա գնահատմամբ հնարավոր է, որ դա կապված լինի Կիևի իշխանությունների կամ հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև չի բացառվում անձնական կամ ֆինանսական կոնֆլիկտի տարբերակը։ Իգնատովը նշել է, որ օլիգարխը կարող էր խախտել որոշ պայմանավորվածություններ կամ հայտնվել հակասությունների մեջ։ Հնդկաստանը հերքել է մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Չինաստանի բանակի ստորաբաժանումները ներթափանցել են Արունաչալ Պրադեշ նահանգի տարածք եւ ռազմական ճամբարներ ստեղծել այնտեղ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ, այս մասին ասվում է Հնդկաստանի ցամաքային զորքերի շտաբի հայտարարության մեջ։ ԱՄՆ-ն մշակում է իր առաջին միջուկային մարտագլխիկը եւ նոր բալիստիկ հրթիռը ռազմավարական միջուկային սուզանավերի համար 40 տարվա ընթացքում, հաղորդում է Interesting Engineering-ը հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմավարական համակարգերի ձեռքբերման եւ ծրագրերի վարչության տվյալներին։ Պորտալի տվյալներով ԱՄՆ-ն նախատեսում է ամեն տարի 2027-ից 2031 ֆինանսական տարիների ընթացքում ռազմածովային ուժերին մատակարարել առնվազն 1 Կոլումբիա դասի միջուկային Սուզանավ։ Արևմտյան Եվրոպայում ծայրահեղ շոկը երկաթուղային գծերի ծռման եւ ասֆալտի հալման պատճառ է դարձել, ինչը հանգեցրել է գնացքների ուշացումների եւ չեղարկումների, տրանսպորտային ենթակառուցվածքների խափանումների եւ գետային նավարկության սահմանափակումների, ըստ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի խոսնակ Ժան Ռոդրիգեսի։ Նրա խոսքով Արևմտյան Եվրոպային հարվածած ուժեղ ջերմային ալիքը վառ կերպով ցույց տվեց կլիմայական ռիսկերը, ինչպես նաեւ դրանց ազդեցությունն ու հետևանքները տրանսպորտային ենթակառուցվածքների վրա։ Ահա մի քանի օրինակ գնացքների ուշացումներ եւ չեղարկումներ շատ երկրներում, երկաթուղային դեֆորմացիայի պատճառով, սահմանային սարքավորումների անսարքություն, գնացքների անսարքություններ եւ լայնացված գծերի վրա կինետիկ բեռը նվազեցնելու համար անհրաժեշտ արագության նվազում, մալուխային եւ ազդանշանային սարքավորումների կոտրվածքներ, ասֆալտի հալում եւ դեֆորմացիա, լուսացույցերի խափանումներ, որոնք հանգեցնում են քաղաքներում խցանումների, գետային նավարկության խոչընդոտների, որոնք դանդաղեցնում են գետային երթևեկությունը եւ շատ այլ օրինակներ, ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Փաշինյանը կարևորել է երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համատեղ ծրագրերը, մասնավորապես հանցավորության ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում, ինչպես նաև ներքին անվտանգության մակարդակի ավելի բարձրացման գործում։ Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել Հայաստանի գործընկերների հետ, այդ թվում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Նրա համոզմամբ դրանք նոր ազդակ կհաղորդեն երկու կապերի ամրապնդման, ի նպաստ առկա մարտահրավերներին առավել արդյունավետ դիմագրավելուն։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ու տարբեր ուղղություններով հետագա քայլերին վերաբերող հարցերի շուրջ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իրենց թիմն ունի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ծրագիր, սակայն դրա մանրամասները դեռ չեն հրապարակում։ Լրագրողների հետ զրույցում պատասխանելով իշխանափոխության հնարավոր ժամկետների մասին հարցին Կարապետյանն ասել է, որ իրենք ունեն հստակ ծրագիր, որի մասին հանրությունը կիմանա ժամանակին։ Ես իմ ժամկետներն ունեմ, հիմա չեմ ասի դա, բոլորդ կտեսնեք, Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, նշել է Կարապետյանը։ Նրա խոսքով արդեն հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի ղեկավարների հետ, սակայն հրաժարվել է հրապարակել նրանց անունները։ Հիմա չեմ կարող ասել թե ում հետ, բայց մենք մեր գաղտնի պլանն ունենք, Փաշինյանին հեռացնելու պլանը, ասել է Սամվել Կարապետյանը։ Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանը ընդգծել է, որ վերջինս իր քաղաքական դաշինքի առաջնորդ է, իսկ ինքը իր թիմի եւ այդ առումով հակասություններ չեն տեսնում։ Ազգային ժողովի մանդատները վերցնելու հարցում վերջնական որոշում դեռ չունեն, իսկ ընտրողների շրջանում այս հարցի շուրջ տարբեր տրամադրություններ են նկատել, ասել է Սամվել
Կարապետյանը անդրադառնալով ազգային ժողովի մանդատները վերցնել չվերցնելուն։ Սամվել Կարապետյանը նշել է, որ իրենց գնահատմամբ ընտրողների մոտ 40%-ը դեռ առաջնորդվում է հետընտրական էմոցիաներով եւ ցանկանում է, որ դաշինքը չվերցնի մանդատները։ Մինչդեռ շուրջ 60%-ը հակառակ կարծիքին է։ Որոշումը մենք ենք կայացնելու եւ մենք ի վիճակի ենք ճիշտ որոշում ընդունել, ասել է Սամվել Կարապետյանը։ Նա ընդգծել է, որ ազգային ժողով մտնելու վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չեն ընդունել։ Երբ որոշենք մտնել ազգային ժողով, դուք դրա մասին կիմանաք, դեռ որոշում չկա, կգնահատենք հետագա քայլերը եւ կընտրենք այն ճանապարհը, որը ամենաարագը հնարավորություն կտա հեռացնել Փաշինյանին։ Այսօրվա դաշնետված նարատիվներով չենք առաջնորդվելու, մենք ինքնուրույն ենք կայացնում մեր որոշումները, նշել է Սամվել Կարապետյանը։ Ինչ վերաբերվում է հուլիսին հեծը պետականացնելու հայտարարություններին վերաբերող հարցին, ապա Սամվել Կարապետյանը պատասխանել է. լուրջ մի ընդունեք, իրենք արդեն հեծը գցել են իրենց ոտքերին, բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են, դրա համար իրենք շատ ուրախ կլինեին հիմա, եթե այդ քայլերը ձեռնարկած չլինեին, նշել է Կարապետյանը։ Խոսելով իշխանափոխության մասին, Սամվել Կարապետյանն ասել է, որ իր ժամկետներն ունի, բայց չի հրապարակայնացնի դրանք։ Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 25-ի համապատասխան որոշմամբ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը։ Որոշումը վերաբերում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի եւ Օմանի քաղաքացիներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Շենգենյան գոտու երկրների, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի եւ Օմանի կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, որոնք կարող են այցելել Հայաստան առանց մուտքի վիզայի սահմանված կարգով։ Միաժամանակ հաստատվել է երկրների նոր ցանկը, որից հանվել են Եմենը եւ Սուդանը։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանին մեղադրանքի առաջադրվել այն բանի համար, որ նա օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը դրանք ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ակտերի կատարման շրջանակներում հարկադիր կատարողի սահմանած ժամկետներում չի կատարել։ Գործը դատաքննության փուլում է, այն մակագրվել է դատավոր Մարտին Արզումանյանին, սակայն դատական նիստեր չեն կայանում, օրինակ մեկ նիստ չի կայացել հանրային մեղադրողի չներկայանալու պատճառով, մեկ նիստ պաշտպանի չներկայանալու, մեկ նիստ էլ դատարանից անաբեռնվածության պատճառով։ Հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 17-ին։ Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1719-ի, ավելի քան 5000 մարդ ստացել է վնասվածքներ։ Դրա մասին հայտարարել է երկրի ազգային համաժողովի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։ Ըստ նրա, տուժածների թիվը հասել է 5034-ի, բացի դրանից վնասվել է 855 շինություն, որոնցից 189 լիովին ավերվել են։ Անցյալ շաբաթ Վենեսուելայում տեղի են ունեցել ուժգին երկրաշարժերի երկու ալիքներ։ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության տվյալներով առաջին ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 7.2, իսկ երկրորդինը 7.5։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները նախատեսում են մրցույթ անցկացնել առաջադեմ զինհամակարգերի մշակման համար, հիմնվելով Կիևի կողմից Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների փորձի վրա։ Սա մասնավորապես ենթադրում է զենքի ստեղծում, որը կարող է զանգվածաբար ոչնչացնել եւ մշտապես շարքից հանել ռուսական օդանավակայաններն ու ավիաբազաները, այդ թվում մեր երկրի խորքում գտնվողները, հայտարարել է Զախարովան։ Նա հայտարարել է, որ ռազմավարական նպատակն է ապահովել օդանավակայաններից թշնամու գործողությունների կայուն կանխումը։ Ուկրաինան ՆԱՏՕ դաշինքն իր անխոհեմ եւ ագրեսիվ գործողություններով ռուս զինվորականներին լրացուցիչ հիմքեր է տալիս առավել մեծ ուշադրություն դարձնելու ցանկացած ձեռնարկության, որը ներառված է մեր երկրի դեմ կիրառվող սպառազինության մշակման եւ արտադրության մեջ, ընդգծել է նա։ Մոսկվան միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել Կիևի հանցավոր գործողություններին խաղաղ բնակչության դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Մենք եւս մեկ անգամ առիթից օգտվելով կցանկանայինք ուշադրություն հրավիրել միջազգային հանրության Կիևի ռեժիմի այս հանցավոր գործողությունների վրա, ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նշենք, որ ռուսական ԶԼՄ-ների մերձ Մոսկվայում ուկրաինական ԱԹՍ հարվածի հետևանքով մասնավոր տուն է հրդեհվել, ինչի հետևանքով մահացել է 6 ամսական երեխա։ Ռուսաստանի վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակի ֆոնին Մոսկվան բանակցություններ է վարում այլ երկրների հետ վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Եթե համաձայնություններ ձեռք բերվեն ողջամիտ գներով, ապա դա տեղի կունենա։ Սա կլինի շուկայի կայունացման ուղղված եւս մեկ քայլ եւ այն նպատակ ունի նվազեցնել պահանջարկի այս իրարանցումային աճը, ասել է Պեսկովը։ Պեսկովը հավելել է, որ Կրեմլը չի բացահայտի, թե որ երկրների հետ այդ հարցի շուրջ բանակցություններ անցկացնում։ Հասկանալի պատճառներով մենք այս մասին չենք ասի, հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Գերմանիայի Համբուրգ քաղաքին հարակից Շտադե քաղաքում զինված հարձակում է եղել երիտասարդական կենտրոնի վրա շենքում, որտեղ եղել է զինված հարձակումը, բնակվելիս են եղել հղի կանայք, միայնակ մայրեր եւ սոցիալական աջակցության կարիք ունեցող կանայք։ Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 3 մարդ։ Ոստիկանությունից հայտնում են, որ ձերբակալվածներից մեկը 45-ամյա թուրք է եւ ունի քրեական անցյալ։ Քաթարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մոհամեդ Ալ-Անսարին հայտարարել է, որ ԱՄՆ Իրան անուղղակի բանակցությունների կողմերը դեռևս առանցընթաց չեն գրանցել իրանական $6 միլիարդ ակտիվների ապասառեցման հարցում։ Միջոցների փոխանցումը կախված է կողմերի համաձայնությունից եւ բանակցությունների առաջընթացից, որը իհարկե դեռևս տեղի չի ունեցել, ասել են աջակցազրույցի ժամանակ։ Դիվանագետը հիշեցրել է, որ վիճելի միջոցները պետք է փոխանցվեն 2023 թվականի Իրան-ԱՄՆ համաձայնագրի համաձայն մարդասիրական նպատակներով։ Կատարը չի տիրապետում այդ միջոցների, այն պարզապես հանդես է գալիս որպես ֆինանսական միջնորդ դրանց կառավարման համար, բացատրել է Ալ-Անսարին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Փաշինյանի որոշման հուլիսի 1-ից 2-ը կմեկնի Ստամբուլ երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն եւ արձագանքում խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին որոշում է ստորագրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անահիտ Ավանեսյանի Թուրքիայի Հանրապետություն գործուղման օրապահիկի ծախսերը կկատարվեն պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, իսկ ճանապարհածախսը եւ Գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։ Առողջապահության նախարարը գործուղումից վերադառնալուց հետո երրորդյա ժամկետում պետք է ներկայացնի Նիկոլ Փաշինյանին Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։ Տաքսիների վարորդները եւ գրանցված աշխատողները հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը, այսպասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին միանալու են նոր խմբեր, դրանք են քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները եւ անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխատողները։ 2028 թվականի հունվարի 1-ից ըստ էության արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, գյուղացիական տնտեսություններում զբաղված մարդկանց, ուսանողներին եւ այլն։ 2028 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 միլիոն բնակչությանը ներառել առողջության ապահովագրության մեջ եւ ավարտել պետական պատվերի ծրագրերը։ Պետական պատվերի ծրագրերը 2028 թվականի հունվարից որպես բյուջետային ծրագիր հիմնականում կավարտվի, ասել է նախարարը։ Եթե անձը տարվա մեջ 183 օր Հայաստանի Հանրապետությունում չի եղել առողջապահության ապահովագրության շահառու չի կարող լինել, այսպասին հայտարարել է Անահիտ Ավանեսյանը։ Սա քաղաքական առումով շատ կարևոր հանձնառություն է եղել, մենք Հայաստանի Հանրապետության բյուջեով հոգ ենք տանում ծախսերը, չի կարող այդպես լինել, որ անձը Հայաստանում չապրի ու տարին մեկ անգամ գա Հայաստան ստանա առողջապահության ապահովագրություն։ Դրա մասով չի կարող բողոք լինել, քանի որ մենք մեր հարկատուների գումարները պետք է որոշակի ձևով ծախսենք, նշել է Ավանեսյանը։ Հայաստանի եւ Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը։ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում կայանալիք ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով, քրեական հետապնդում, գույքի վերականգնում եւ բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովին։ Ադրբեջանը միշտ առաջնորդվել է հումանիզմի սկզբունքներով եւ հայտարարել է, որ անհետ կորած անձանց հարցի լուծումը Հարավային Կովկասում խաղաղության եւ վստահության ամրապնդման գործընթացի կարևոր մասն է կազմում։ Ռիպորտի փոխանցմամբ այս մասին Բաքվում անհետ կորած անձանց հարցին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է ռազմագերիների, պատանների եւ անհետ կորած անձանց հարցերով պետական հանձնաժողովի անդամ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Անհետ կորած անձանց հարցի լուծումը պահանջում է բոլոր կողմերի համատեղ ջանքերը եւ թափանցիկ համագործակցությունը, անհետ կորած անձի յուրաքանչյուր ընտանիք ապրում է իր սեփական ողբերգությունը։ Ադրբեջանն այս խնդրին բախվում է ավելի քան 30 տարի։ Անհետ կորած անձանց հարցը համաշխարհային մարդասիրական օրակարգի առաջնահերթություններից է, ասել է Մամեդովը։ Նա նաև նշել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանը հանձնել է մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 հայ զինծառայողների մարմինները։ Նիկոլ Փաշինյանը կժամանի Իրան մասնակցելու հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հողարկավորությանը, այս մասին հայտնել է իրանական մեհր գործակալությունը։ Խամենեիի հրաժեշտի արարողությունը կանցկացվի հուլիսի 4-ին եւ 5-ին Թեհրանում, իսկ հողարկավորության արարողությունը հուլիսի 6-ին կրկին Թեհրանում, իսկ Ղոմ քաղաքում հողարկավորությունը կանցկացվի հուլիսի 7-ին։ Հիշեցնենք, որ Ալի Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված առաջին հարվածների ժամանակ։
Հուլիսի 1-ից Ռուսաստանը պարտադիր է դարձրել RU-ID համակարգով նախնական գրանցում այն օտարերկրացիների համար, որոնք Ռուսաստան են մեկնում առանց վիզայի, սա վերաբերում է նաև Հայաստանի քաղաքացիներին։ Մինչև Ռուսաստան մեկնելը պետք է ներբեռնել պաշտոնական RU-ID հավելվածը եւ գրանցվել։ Մուտքի հայտը պետք է ներկայացնել ոչ շուտ, քան 90 օր եւ ոչ ուշ, քան 72 ժամ մինչև սահմանահատելը։ Արտակարգ դեպքերում դա կարելի է անել մինչև 4 ժամ առաջ։ Գրանցման ընթացքում պահանջվում է անձնագրի տվյալներ, լուսանկար, այցի նպատակը, մուտքի եւ ելքի նախատեսվող ամսաթվերը, որոշ դեպքերում նաև ձայնային նմուշ նախնական կենսաչափական նույնականացման համար։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է ուղարկել Սերգեյ Իվանովի վերջին հրաժեշտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարարը մահացել է հունիսի 26-ին 73 տարեկան հասակում։ Նաև Սերժ Սարգսյանն աշխատանքային ջերմ կապեր են ունեցել այն ժամանակահատվածում, երբ երկուսն էլ ղեկավարել են իրենց երկրների պաշտպանության նախարարությունները։ Իրանն առաջիկա օրերին կատարում որևէ բանակցություններ չի ծրագրում ԱՄՆ-ի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նա նշել է, որ այս շաբաթ իրանցի փորձագետների պատվիրակությունը կայցելի Դոհա իրանական ակտիվների ապաշրջափակման ուղղությամբ աշխատելու համար, սակայն այս այցը կապված չէ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետ։ Մենք առաջիկա օրերին որևէ մակարդակով ԱՄՆ-ի հետ որևէ բանակցությունների ծրագրեր չունենք։ Ամերիկյան պատվիրակության այցը կատար կապված չէ իրանական պատվիրակության այցի հետ։ Հուշագրի դրույթների իրականացման ուղղությամբ աշխատելու համար, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։ Ֆրանսիան եւ Օմանը պայմանավորվել են համագործակցել Հորմուզի նեղուցիական ազերծման հարցում։ Այս մասին սոցիալական հարթակում գրել է Էմանուել Մակրոնը։ Նա նշել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարիք Այսայդի հետ հանդիպման ընթացքում։ Ըստ հայտարարության Ֆրանսիան եւ Օմանը համատեղ ջանքեր են գործադրում Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման ուղղությամբ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիցեն, որը պաշտոնական այցով գտնվում է Աստանայում, ստորագրել են ռազմավարական գործընկերության հաստատման համաձայնագիր։ Այս մասին հայտնել է վրացական ԻՄԵԴ-ի հեռուստաալիքը։ Ղազախստանի նախագահը Վրաստանը անվանել է փորձառու եւ հուսալի գործընկեր, իսկ ռազմավարական գործընկերության հաստատումը որակել որպես պատմական իրադարձություն։ Թուրքիան ակնկալում է, որ Անկարայում կանանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների առաջիկա գագաթնաժողովում կցուցաբերվի Եվրոպայի պաշտպանության ամրապնդման ուղղված ամուր քաղաքական կամք։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդմամբ կողմերը քննարկել են Անկարայի եւ Բերլինի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան նպատակ ունի զարգացնել հարաբերությունները Գերմանիայի հետ, ընդգծելով այդ ուղղությամբ փոխադարձ քայլերի շարունակման կարևորությունը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից ակնկալում է Եվրոպայի սեփական պաշտպանության ամրապնդման ուղղված ամուր կամքի ցուցադրում, ինչպես նաև տրանսատլանտյան կապի պահպանում, ասված է հաղորդագրության մեջ։ Եղանակը առաջիկա օրերին հանրապետության տարածքում հունիսի 3-ի ուշ երեկոյան, հուլիսի 1-ի գիշերը 4-ի եւ 5-ի կեսօրից հետո առանձին շրջաներում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ։ Հուլիսի 1-ի ցերեկը 2-ին, 3-ի, 4-ի եւ 5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ից 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Երևան քաղաքում հուլիսի 1-ից 2-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հուլիսի 3-ից 5-ն առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։